Տորտ էկլեր ենք թխում անչափ գեղեցիկ մատուցմամբ, թեթև ամառային, պլոմբիրի համով նուրբ կրեմով եւ շատ փափուկ խմորով։ Կրեմի բաղադրատոմսը կայի մեջում, բայց ես չեմ ալարում, կրկին ձեզ ցույց եմ տալիս մանրամասն։ Թթվասերի վրա ավելացնում ենք շաքարավազ, ձվի դեղնուց, եգիպտացորենի օսլա, վանիլ, դնում ենք մարմանդ կրակին, խառնելով պարբերաբար հասցնում ենք եռմանաստիճանի, հենց սկսում է պղպջալ, արագացնում ենք խառնելը եւ անջատում ենք կրակից։ Լցնում ենք մեկ այլ տարայի մեջ, ավելացնում ենք կարագը, խառնում ենք մինչև վերջին խորանարդը կհալվի, ծածկում ենք կիպ եւ ուղարկում սառելու։ Պատրաստում ենք խմորը։ Խմորի համար ջուրը, կարագը եւ աղը միացնում ենք իրար, հասցնում եռմանաստիճանի, բայց չենք թողնում, որ եռա։ Ավելացնում ենք ալյուրը, անընդհատ մոտ 1 րոպե այսպես բովում ենք մարմանդ կրակի վրա։ Լցնում ենք ամանի մեջ, մատը մտցնում ենք, եթե այն չի այրում, կարելի է ավելացնել ձվերը։ Մեկ առ մեկ ձվերը ավելացնում ենք անընդհատ խառնելով, որպեսզի ձվերը հասցնեն տարալուծվել ամբողջ խմորի հետ։ Եվ այսպես մինչև ձվի վերջին հատիկը։ Ունենում ենք շատ նուրբ, այսպես ծորուն, բայց եւ միաժամանակ պինդ խմոր։ Հետո տապակի վրա յուղաթուղթ ենք փռում, ձևամանը ալյուրոտում ենք եւ այսպես ընդգծում ենք մոտավոր տեղերը, այսպիսի կլոր ստանալու համար։ Ուղարկում ենք ջեռոց, էկլերները թխվելու, նախ 15 րոպե 220 աստիճանում, հետո 180 աստիճանում, մոտ 35 րոպե։ Այդ ընթացքում հասցնում է սառել նաեւ կրեմը, սերուցքի վրա շաքարի փոշի ենք լցնում, վանիլ, խառնում ենք եւ մեր պատրաստած եփովի կրեմը էտապ ավելացնում ենք սերուցքին։ Խառնում ենք, ունենում ենք միատարր, փրփրուն, կայուն, պաղպաղակի համով անչափ համեղ կրեմ։ Մեզ մնում է միայն հավաքել տորթը։ Առաջին շերտով խմորն ենք դնում, օղակը անց ենք կացնում, ացետատե ժապավենով եզերում ենք, մի փոքր կրեմ ենք քսում, հետո ելակները սկսում ենք դասավորել։ Կրեմը հենց նրա համար է, որ ելակները կայուն մնան խմորի վրա։ Ավելացնում ենք մնացած կրեմը, տարածում ենք ամբողջ տորթի երեսով մեկ եւ ելակները այսպես թաքցնում ենք կրեմի տակ։ Հետո դնում ենք վերջին շերտը, խմորի շերտը, ուղարկում ենք սառելու առնվազն 6 ժամ։ Սառնարանից դուրս ենք բերում, հեռացնում ենք բոլոր օղակները, ըստ ցանկության ձևավորում ենք ելակներով, շաքարի փոշի ենք ցանում եւ կարող ենք մատուցել։ Մի հատ նայեք ինչ շքեղ կտրվածք ունի։ Իսկ համը ուղղակի աննկարագրելի է, պարտադիր փորձեք, տարեք ձեր խոհանոցներ, կիսվեք ընկերների հետ ու միացեք իմ համեղ էջին։